մաղթանքը կուզեինք լսենք 2026-ին ընդդիմադիրներին։ Խելք հավաքեն թող։ Մի հայրենիք ունենք, գործնում ենք։ Զբաղվեք հայրենիքի զարգացմամբ, ոչ թե իրար ուտեն։ Սա է հարցը։ Հետո ընդդիմադիր չկան, նրան հակառակ պետության են։ Ընդդիմադիրներին մի քիչ իրանց մասին չմտածեն, էլի, այս ժողովրդի մասին մտածեն։ Մեկը այս աշխարհից ոչ մեկ ոչ մի բան չի տանում, մենակ սեր, պատիվ, հարգանք, մենակ լավությունն է մնում հիշվում։ Առողջություն, երկրորդը խաղաղություն, երրորդն էլ այս քպականները մաքրվեն, ռադները քաշեն գնան։ Ինչ պետք է անի ընդդիմությունը 2026-ին հաղթելու համար։ Դե պետք է լինեն միասնական առաջինը, երկրորդն էլ բան, ճշմարիտ, որ կարողանան ժողովուրդը ինչ-որ մի բան հաղթահարել։ Ձեր մաղթանքը 2026 թվականին մեր ընդդիմադիր ուժերին ինչ կմաղթեք նրանց։ Ընդդիմադիր ուժերին ոչ մի բան չեմ մաղթի։ Իսկ ներկա իշխանությանը ցանկանում եմ խաղաղություն շատ բերի երկրի համար, որ ժողովրդի վիճակը լավ լինի։ Դե իրանց խոսքը եթե ճիշտ է անդիմադիրեն, մարդկային, մեր հայրենիքի, մեր այս տանջը բազմաչարչար, այսպես ասած, ժողովրդին ռեալ մոտենան, ամեն ինչը իրանց բանից, իրանց կողմից չխոսեն մենակ, էլի, ոնց որ ասեց, որ ասում են ընդդիմադիրեն ժողովրդի համար։ Որտեղ մեզ ընդդիմադիր ուժեր չունենք։ Չունենք, դրա համար էլ ասում եմ չունենք։ Իսկ ինչ պետք է անի ընդդիմությունը 2026 թվականի ընտրություններում հաղթելու համար։ Մի հատ պիտի լինի ընդդիմությունը, որ կարողանա հաղթել։ Տարբեր կողմերով չի լինի։ Խելք հավաքեն թող։ Մի հայրենիք ունենք, գործնում ենք։